Չնայած անցած այդ խափանման միջոցների ժամանակ այդ մասին խոսել են, բայց բարիք են համարում հիմա էլ ասել, այն մեղադրանքը, որ կեղծ մեղադրանքը, որի համար ես 6 ամիս ազատությունից եկված եմ, այդ կեղծ մեղադրանքը նաև փաստում են այն վկաները, իբր թե մեղադրողի կամ հարույ բնակավասնող մարմնի կողմից ինձ վերագրվել է, իրանք անգամ հերքում են այդ մասին, այդ վկաները։ Ես ընդամենը անազատության մեջ եմ հայրենիքս շատ սիրելու համար, հայրենիքս պաշտպանելու համար, հայրենիք նվիրելու համար մարդկանց, որովհետև 90-ականներին մենք ենք հայրենիքը ծղել և նվիրել մարդկանց, ովքեր կրթություն են ստացել, ովքեր ամուսնացել ու երեխաներ են ունեցել այս երկրում։ 2022 թվականին ապրիլ-մայիս ամսին էր ադրբեջանական ալիքներով ցույց տվեցին ինձ և այդ ժամանակ հայտնեցին իբր ես ռևանշիստ եմ և տերորիստ եմ, որ ուզում եմ իշխանությունը վերցնեմ, որպեսզի հարձակվեմ Ադրբեջանի վրա։ 2022 թվականին, երբ որ կարդում ենք այս մեղադրանքը, ոչ մի բանով չի տարբերվում Ադրբեջանի ասած, եթերով ասած, իրանց վերսիայի։ Փաստորեն 2 տարի անց մեր իրավապահ մարմինները, ովքեր պետք է ես լինելով իրավագետ, տարբեր երկրներում շրջելով, գիտեմ, որ քննիչները, բարի բնակավասնող մարմինները բացառապես արդար քննություն տանեն։ Բայց ես այդպիսի բան չտեսա, որտեղ զուտ ենթադրություն, որոնք որ ենթադրում էին այդ մարդիկ իմանալու մասին, իրենք նաև վստահ ասում էին, որ ես դեմ եմ արտահայտվել այդ խոսակցությանը, պատերի տակի խոսակցություն էր, երբ որ ինձ ասեցին, ես դեմ արտահայտված, չի կարող ապահովում, ես անձամբ դեմ եմ դուրս գալու այն մարդկանց, ովքեր փորձեն իմ ծնած հայրենիքի մեջ զենք բարձրացնել։ Այս փաստը վարույթ իրականացնող մարմինը եւ մեղադրող կողմը այս փաստը մի կողմ ականում, ինչ որ մարդկանց անհասկանալի ծագում ունեցող, միգուցե այս մարդիկ չեն խորացել, միգուցե դա Ադրբեջանի այն գորշ գայլերի, որոնց 93 թվականին մենք հաղթել ենք Արցախի ազատագրման ժամանակը, միգուցե դերից ծնված խոսույթ է։ Ընդամենը վերցրել են մի բան, չնայած ես կասեմ ինչա։ Ադրբեջանը քնած հայի սպանողին հերոսացրեց։ Ինչ եկան դուք, հարգելի մեղադրող։ Նրանք հերոսներ ծնեցին։ Չեղած բանը սարքեցին ու մարդկանց հերոսացրեցին, որպեսզի մատաղ սերունդին ասեն, տեսեք, հերոսները ոնց են ապրում, ոնց են լինում։ Ինչ է կատարվում մեր մոտ, հերոսներին ոչնչացնելու։ Սա է ձեր նպատակը։ Վերցնել 6 ամիս մարդկանց ընդամենը կարծիքի համար, զրկել եք ինձ ապրելու իրավունքից, իմ թոռների հետ։ 90-ական թվականներին, հարգելի թատարան, մենք մեր երեխաներից ոչինչ չհասկացանք, եկավ ժամանակը, որ թոռների հետ պետք է ուրախանանք, մեր այդ երեխաների գուրգուրանքը թոռներից վերցնենք, հիմա այն երկիրը, որը որ մենք պահել ենք, շատերը զոհվեցին, 90-ականների մասին եմ խոսում, երազելով ունենալ իրական հայրենիք, որտեղ կլինի արդարություն, արդարադատություն և սեր։ Չնայած ես հավատս դեռ չեմ գործել, որ արդարադատությունը կհաղթի, կոնկրետ այս դեպքում։ Եվ արդարադատությունը ինչպես պատերազմի դաշտում լինում է առաջամարտիկ, որը որ իր հետևից տանում է զորքը, թեև ինքը զոհվում է։ Ես կարծում եմ, որ այսօր ժամանակն է իսկական արդարադատության մեջ, որ առաջամարտիկ ունենա։ Վերջը, պետք ունի այդ թե չէ։ Ինչ է նշանակում կարծիքի համար մարդու կալանավոր է, մի հատ էլ ես ինչ անպատվորքով ճարտարախոսությունով ապացուցել իբր այդպես բաներ չի եղել։ Ոնց կարելի է հարգելի դատարան մարդկանց չճանաչելով հավաքագրել։ Հավաքագրման մասին ընդհանրապես խոսք չի եղել։ Տվյալ մարդկանց անունները որ կա, ես էլ պատմություն չարав։ Ընդհանրապես
որոնք եկել խնդրել են իմանալով, որ ես ունեմ մեծ կապեր դուրսը աշխատանք ունենալու կամ եկել խնդրել են, ասում են գնացեք։ Եվ սա վերագրել են իբր հեղաշրջություն համարելի է, հեղաշրջման կասեք, դա ինչ եք պարզել։ Բայց առաջի օրը ես ինքս եմ հեռուստատեսությունով տեսել Մարիա Զախարովան, որ խոսած, Ռուսաստանին էիք կապում, ո՞ր են ռուսները կողքից չեն, Արիշկինները, Պուտինները, ուր են։ Քիչ կա։ Դե ո՞նց է լավ, մարդկանցից մի անգամից, երբ որ Մարիա Զախարովան խոսեց, հետ քաշվեցիք, իրանք ուժեղ էին, ես էլ շատ կներեք Խաղուդյան նոխազն էի, կերս մեղադրանքներով 6 ամիս պահել անազատության մեջ, զրկել 3 ամիս ընդհանրապես տեղեկություն ունենալու հարազատներս ողջ են թե ոչ, կամ ասենք մտածում եք թե այդ վկաների վրա պիտի ազդեմ ու մեջ բերում էին թե իբր ինձ բանից զվարթնոց օդանավակայանից են վերցրել։ Բա վկան ասում էր, երբ եք իրանց սկսե հարցաքննել, ես այդ ժամանակ իմանալով 2 անգամ երկրից դուրս եմ գնացել, Եվրոպա եմ գնացել, չէի գա, եթե այդ մեղքը ես էի գործել, չէի գա, ու դուք չեք կարայի ինձ բերեիք ելել, բայց ես եկել եմ, նորից եմ գնացել, նորից եմ եկել, ումից թաքնեմ, ձեզանից, իմ հայրենիքից, ումից թաքնել եմ, ստեղ նստած, տվեք էլ դուրս եկան կեսը, սև հովազները, մեր թիկունքը թուրքը չի տեսնում, հայերն էլ չեն տեսնում, մեր իմ հրամանատարս, իմ եղբայրս, ասելա, որ նվիրյալները չեն դավանափոխվում, այդ կարգախոսով մենք ալի, մենք նվիրյալ ենք մեր հայրենիքի, մենք նվիրյալ ենք մեր ազգի, մենք նվիրյալ ենք մեր պետության, և այս պետությունը մենք ենք կառուցել, մենք ենք շենացրել, ու կշենացնել, Աստված պահապանողը։ Շատ է։ Բարոյ ճանաչներով։ Ամեն։ Շատ է։ Էմոցիոնալ արձագանքները նույնպես հասկանալի են, հանցակազմի զգայունությունը հաշվի առնելով, բայց խնդրեմ հնարավորինս բացառել ժամանակ խնայելու և ուշադրություն շեղելու առումով։ Առաջանցնելով մի քանի հարց դատարանը նախ Պաշտպանական կողմին, ապա մեղադրող կողմին մեղադրյալ գաղափարական առաջացան։ Ագելի պարոն Ալեքսանյանը ընդամենը մեկ հարց ճշտով դատարանը մեղադրյալին ունի, որից հետո խնդրեմ արդեն անդրադառնամ ձեզ ուղղված հարցերին։ Մեղադրյալ եթե ցանկություն ունեք, կարող եք արձագանքել, եթե ձեր իրավունքն է, ձեր խոսքում դուք անդրադարձաք ձեր ընտանիքի անդամներից տեղեկություն 6 ամիս չունենալու, բայց 3 այստեղ երևույթն է, բայց եթե վերանայում եմ առաջին արձան դատարանի ստատանամիջոց կիրառելու մասին որոշումը, բացառությամբ ձեր մերձավոր ազգականների է սահմանափակել։ Իսկ սկզբանե փակել։ Խոսքը իմիջիայլի մասին չէ։ Չէ, չէ, չէ։